Պարուհի Էլեոնորա Պետրոսյանը հյուրընկալվել էր Արմլուրին ու խոսել իր և ամուսնու հետ կապված վերջին իրադարձությունների մասին։ Star News-ը ներկայացնում է կարևոր հատվածները։ Մեր ընտանիքը կառուցվել է մեծ սիրո հիման վրա։ Ես սիրել եմ կուրորեն։ Ամուսնությունը, որ պատկերացրել եմ, ինձ համար շատ հեքիաթային էր։ Երեխաներ, սիրող ամուսին, ինչ երազանքներ ունեի, ամբողջը կապված էր իմ ընտանիքի հետ։ Բայց ցավոք, այդ ամենը այդքան էլ հեքիաթային չէր։ Մեր ծանոթությունից մինչև ամուսնություն ամեն ինչ շատ հեքիաթային էր։ Բայց այս ամենը հեքիաթային ավարտ չունեցավ։ Ամուսնությունից սկսած օր-օրի ես հասկանում էի, որ իմ պատկերացումները լրիվ այլ են եղել և ամուսնական կյանքը լրիվ այլ է։ Հանդիպել եմ բազմաթիվ դժվարությունների, բազմաթիվ վիճաբանություններ, դավաճանություններ, որոնք ես ներել եմ։ Քանի որ ես սիրում էի մեծ ընտանիք ունենալ և պատկերացնում էի, որ իմ երեխաները պետք է մեծանան միայն լիարժեք ընտանիքում։ Ներել եմ ամենաաններելիները։ Մոտ 3 ամիս առաջ մենք ամուսնալուծվել ենք։ Որոշումը իմ կողմից է եղել։ Մեր ամուսնալուծությունից հետո բանավոր պայմանավորվածություն ունեինք, որ երեխաները պետք է բնակվեն իմ հետ։ Ես ընդհանրապես չեմ խոչընդոտել, որ ինքը գա, տեսնի կամ վերցնի երեխաներին։ Տանի, ժամանակ անցկացնի, բայց ամեն ինչից ես տեղյակ եմ եղել։ Հոկտեմբերի 1-ին, չգիտեմ ինչու, ինքը որոշում է, որ առանց ինձ տեղյակ պահելու կգնա կվերցնի երեխաներին և ինձ չի ասի գտնվելու վայրը։ Սովորական օր էր, ես գնում էի իմ երեխաների հետևից։ Բայց նրանք այնտեղ չէին։ Դայակներն ասեցին, որ հայրիկը տարել է։ Այնքան արագ է հագցրել հանել, որ ուրիշի վերնահագուստն է հագցրել։ Սեփական հայրը սեփական երեխաներին չի կարող առևանգել կամ գողանալ, բայց պատկերացնում եք իմ վիճակը։ Երբ գնացել, տեսել եմ իմ երեխաները այնտեղ չեն։ Զանգահարել եմ, գրել եմ, նա ասել է, որ չի վերադարձնելու և գտնվելու վայրի մասին ինձ տեղյակ չի պահել։ Նրա հայրն ու մայրը Հայաստանում չեն բնակվում, նա չունի մշտական հասցե բնակության։ Նույն պահին դիմել եմ ոստիկանություն։ Ոստիկանությունից ինձ ասացին, որ ինչ-որ տանն են, նորմալ վիճակում են, այդպես մի փոքր հանգստացա։ Մի քանի օր մնացել են հայրիկի մոտ ու ես տեղյակ չեմ եղել, թե իմ երեխաները որտեղ են։ Երեխաներն արդեն իմ մոտ են, միջանկյալ որոշում կա, բնակությունը հաստատվել է ինձ մոտ, այսինքն ես կարող եմ որոշել հայրիկը տեսնի, թե ոչ։ Ես ընդհանրապես չեմ խոչընդոտում, բայց ինքն էլ պետք է դիմի դատարան, որպեսզի տեսակցության ժամեր վերցնի, օրենքը դա է պահանջում։ Ամիսներով ինքը տուն չի վերադարձել, չի իմացել երեխաները քնած են, արթուն են։ Այսքան ժամանակ եղել է բաժանվենք, միանանք, երբևիցե իմ պատճառով չի եղել բաժանությունները։ Մեղավորությունն ամբողջովին եղել է իր վրա։ Զենքի մասին հաղորդում երբեք չեմ ներկայացրել, դա ազերպարտություն է, նշել է Էլեոնորան։ Star News-ն ավելի վաղ հայտնել էր, որ փաստաբաններ Վաչե Ալեքսանդրյանը և Նարեկ Վարդանյանը պնդել են, թե պարուհի Էլեոնորա Պետրոսյանը կեղծ հաղորդում է ներկայացրել առ այն, որ նախկին ամուսին Ալբերտ Աղաջանյանը բնակարանում ապօրինի զենք է պահում։ Փաստաբանների պնդմամբ Ալբերտի տանը խուզարկություն է իրականացվել և զենք չի հայտնաբերվել, կա հարուցված քրեական գործ։ Նշել էինք նաև, որ Էլեոնորա Պետրոսյանի փաստաբան Արմինե Օհանյանը հակադարձել էր և հայտնել, որ Էլեոնորայի նախկին ամուսինը հոկտեմբերի 1-ին առանց վերջինիս տեղյակ պահելու երեխաներին առևանգել և գողացել է մանկապարտեզից, հագցնելով ուրիշ երեխաների շորեր։ Իսկ Վաչե Ալեքսանդրյանը և Նարեկ Վարդանյանը կրկին ահազանգել են ու հակադարձել Պետրոսյանի փաստաբանին։ Մեջբերում եմ. Նախ ցանկանում եմ անդրադառնալ այն հանգամանքին, որ պաշտպանյալս Ալբերտ Աղաջանյանը սույն թվականի հոկտեմբերի 1-ին իր 2 անչափահաս երեխաներին չի առևանգել և չի գողացել մանկապարտեզից։ Միայն այն պարզ տրամաբանությամբ, որ Ալբերտ Աղաջանյանը, հանդիսանալով երեխաների հայրը և օգտվելով իր հայրական պարտականություններից, մոտեցել է մանկապարտեզ, որտեղի աշխատակիցները ճանաչել են հորը և վերցրել է իր երեխաներին։ Առաջին իսկ օրվանից Էլեոնորա Պետրոսյանը տեղյակ է եղել, որ երեխաները գտնվում են հոր մոտ։ Սակայն չհամակերպվելով այդ հանգամանքին, ցանկացել է շինծու և իրականությանը չհամապատասխանող հաղորդում ներկայացնել Նոր Նորքի ոստիկանության բաժին։ Ցանկանում եմ հայտնել, որ պարզ տրամաբանությունը հուշում է, որ սեփական հայրը չի կարող գողանալ կամ առևանգել իր երեխաներին, այլ միայն ցանկացել է, որ մի քանի օր երեխաները բնակվեն իր հետ։ Ինչ վերաբերվում է ուրիշ երեխայի շորեր հագցնելուն, դա եղել է մանկապարտեզի աշխատակցուհու շփոթման արդյունք։
Քանի որ Ալբերտ Աղաջանյանը չէր կարող գուշակել, թե ինչ հագուստով են գնացել իր երեխաները մանկապարտեզ, այն պարզ պատճառով, որ առավոտյան մայրն է տարել։ Իսկ հեռախոսազանգերին չպատասխանել և երեխաների գտնվելու վայրը չհայտնելու հանգամանքը չի համապատասխանում իրականությանը։ Առաջին իսկ օրվանից Էլեոնորա Պետրոսյանը քաջատեղյակ է եղել, որ երեխաները գտնվում են իրենց հոր մոտ։ Ինչ վերաբերվում է նախաքննական գաղտնիք հրապարակելուն, ապա նշեմ, որ ինչպես Արմինե Օհանյանն իր զրույցում է նշում, որ քրեական մասնագիտացում չունի, այդպես էլ պարզ է դառնում վերջինիս պնդումներից, քանի որ պաշտպանական կողմի հայտնածները որևէ կերպ չեն կարող համարվել նախաքննական գաղտնիքի հրապարակում։ Իսկ այն դեպքում, որ Արմինե Օհանյանը չի հանդիսանում սույն քրեական վարույթով ներգրավված անձ, սակայն հայտնում է տեղեկություններ դրա մասին, ապա ըստ պաշտպանական կողմի, այստեղ առկա են նախաքննական գաղտնիք հրապարակելու տարրեր, հենց Էլեոնորա Պետրոսյանի կողմից, քանի որ ակնհայտ է, որ սույն քրեական վարույթի մասին տեղեկություններ վերջինս է հայտնել Արմինե Օհանյանին, ով, կրկնում եմ, որևէ առնչություն չունի և ներգրավված չէ սույն վարույթով։ Ինչ վերաբերվում է այն հանգամանքին, որ Ալբերտ Աղաջանյանի նկատմամբ կիրառվել է անհետաձգելի միջամտության որոշում, ապա նշեմ, որ Ալբերտ Աղաջանյանը մինչ այս պահը որևէ նման որոշման վերաբերյալ ծանուցում չի ստացել և մինչ օրս անարգել տեսակցել է և շարունակելու է տեսակցել իր երեխաներին։ Ուստի այսքանով պարզ է դառնում, թե ով է խեղաթյուրում փաստերը, նշեցին փաստաբանները։ Էլեոնորայի փաստաբան Օհանյանն էլ հայտարարեց. Նշեմ, որ եթե երկու փաստաբանները ուշադրություն չեն դարձրել երկու անգամ իմ կողմից հնչող ճակերտավոր բառին և կամ չեն ընկալել դրա իմաստը, ապա մեկնաբանություններն անիմաստ են։ Իմ փաստաբանական վարույթում առկա գործը քննվում է Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում, որտեղ կարող են ներկայացվել կողմի բոլոր դիրքորոշումները, ապացույցները, իրականացնելով փաստաբանություն անհետաձգելի միջամտության որոշումը տրամադրել է դատարանին։ Վստահորդիս խորին համոզմամբ փաստաբանները հատուկ են ահազանգել խմբագրություն գործը հանրային դարձնելու և ենթադրաբար ինքնագովազդ կազմակերպելու համար, քանի որ ոչ իմ և ոչ իմ վստահորդի կողմից գործը չի հրապարակվել, առավել ևս ԶԼՄ-ների միջոցով ենթադրյալ PR կազմակերպելու նպատակով։ Փաստաբանի կողմից այլևս մեկնաբանություններ չեն տրվելու։ Ալբերտ Աղաջանյանի նկատմամբ ոստիկանության կողմից կիրառվել է անհետաձգելի միջամտության որոշում և վերջինիս արգելվել է մոտենալ կնոջը որոշակի ժամանակահատվածով։ Մնացած տեղեկատվությունը, թե իբր այդ դիմումը ներկայացրել է իմ վստահորդը, չի համապատասխանում իրականությանը։ Դատարանի որոշում, որով արգելվում է երեխաներին տեսակցելը, առկա չէ։ Սակայն կողմերն ունեցել են համաձայնություն, որ երեխաները մնան մայրական խնամքի տակ և այդ համաձայնությունը պարոն Աղաջանյանը ձեռք է բերել նաև ինձ հետ։ Այդ օրը նա մոտեցել է իր նախկին փաստաբանների գրասենյակ, փաստաբաններից վերցրել է երեխաների անձնագրերը։ Հետո հապճեպ գնացել է մանկապարտեզ և վերցրել երեխաներին, մի քանի օր անհետանալով։ Ոստիկանությունից էլ են զանգել, ասելով երեխաներին բեր, իսկ նա պատասխանել է. չեմ բերելու, դատական ակտ չկա, որ երեխաները մոր մոտ են մնում։ Հիմա մենք բնականաբար արդեն ունենք դատական ակտը և այն անհապաղ հարկադիրի միջոցով ի կատար է ածվել։ Երեխաները այս պահի դրությամբ մայրական խնամքի տակ են։ Նշեմ, որ նպատակը երբեք չի եղել Ալբերտ Աղաջանյանի դեմ մատնություն կամ ցուցմունք տալը։ Այստեղ նպատակը բացառապես երեխաներին վերադարձնելն է եղել։